Երևանում նախատեսվող ամենամեծ ժամանակակից թաղամասի Defense Housing-ի առաջին փուլի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Աջափնյակ վարչական շրջանում հյուսիս-հարավ մայրուղու հարևանությամբ գտնվող այս թաղամասի առանձնահատկությունները շատ են։ Ամենակարևորը 140 հեկտար տարածքով թաղամասում բնակելի շենքերի մակերեսն ընդամենը 25%-ն է։ 75%-ը կազմում են կանաչ գոտիներն ու ջրավազանները, խաղահրապարակներն ու ճանապարհները։ Ընդ որում կանաչ գոտիների ստեղծման ճանապարհային ցանցի ձևավորման աշխատանքներն իրականացվում են շինարարությանը զուգահեռ։ Defense Housing-ում 40 հեկտար հողատարածքի վրա հիմնված է թաղամասի կենտրոնական անտառ-պուրակը։ Իտալացի դենդրոլոգների մասնակցությամբ կատարվել են լանդշաֆտային դիզայնի աշխատանքներ։ Հատուկ ընտրվել են քաղաքների կանաչապատման մեջ մեծ կիրառություն ունեցող բարձրակարգ ծառատեսակներ։ Կենտրոնական անտառ-պուրակում գործում են 5 շատրվանային կոմպլեքսներ, ինչպես նաև կառուցվում են մոտ 2500 մետր երկարությամբ հեծանվուղիներ, վազքուղիներ։ Defense Housing-ի համար ի սկզբանե առաջնահերթությունը եղել անվտանգությունը։ Թաղամասը գտնվում է 200 մետր խորությամբ բազալտե ժայռի վրա, իսկ շենքերը կառուցվում են 1.4 մետրանոց երկաթբետոնե հիմնային սալերի վրա։ Սեյսմակայունությունը 9 բալի եւ ավելի է։ Շենքերի երեսպատման աշխատանքներում պատերի մեկուսացման համար կիրառվում է 10 սանտիմետր հաստությամբ բազալտե բամբակ։ Արտաքին երեսպատումն իրականացվում է բարձրակարգ կերամոգրանիտե սալիկներով։ Բնակարաններում տեղադրվում են ալյումինե կոնստրուկցիաներով պատուհաններ։ Ստեղծվում են նոր կոմունիկացիոն ենթակառուցվածքներ, շենքերն ունենալու են միասնական ջեռուցում։ Defense Housing-ը հատուկ ուշադրություն է դարձրել նաև ընդհանուր շուրջ 8 հեկտար մակերեսով միջբակային տարածքներին։ Շենքերի հեռավորությունը միմյանցից շուրջ 100 մետր է։ Ստեղծվում են կանաչ գոտիներ։ Թաղամասն արտաքին ճանապարհային ցանցին կապվում է 5 միացման հանգույցներով։ Առաջին փուլով լիարժեք պատրաստ կլինի 3-ը, 2-ը հյուսիս-հարավ մայրուղու կողմից, 1-ը սիլիկյան հին խճուղու կողմից։ Ներթաղամասային ճանապարհների լայնությունը շուրջ 14 մետր է։ Առաջին փուլի ավարտից հետո նախատեսված են նաև երկրորդ եւ երրորդ փուլեր։ Defense Housing թաղամասի համար գործում է նաև եկամտային հարկի վերադարձի օրենքը։ Defense Housing-ը ներկայացված է անշարժ գույքի եւ կառուցապատման ոլորտի ամենամեծ եւ մասշտաբային ցուցահանդեսում Expo 2026-ում։